Իմիջիայլոց կարելի է ամփոփել այդ նույն լիզինգի ծրագրով, ինչքան այն մյուս ծրագրերով, ինչքան այդ 18 թվից մինչև այսօր բանը, ել չեմ ասում, հարգելի գործընկերներ, ախր մոռացության է մատնվել այդ ամեն ինչը։ 2018 թվականի դրությամբ, եթե թվերը կարող է խառնեմ, էլի 8 տարվա թիվը, 2018 թվի դրությամբ ավելացված արժեքի հարկի վերադարձի գծով Հայաստանի Հանրապետությունը գործան մոտավորապես 60 միլիարդի, եթե չեմ սխալվում, պարտք ուներ, այսինքն այդ փողը, որ պետք է վերադարձվեր բիզնեսին որպես ավելացված արժեքի հարկ։ 2018-ին եկել ենք, մենք առաջին գործերից մեկը, որ արել ենք, այդ պարտքը զրոյացրել ենք։ Այսօր ինքնաշխատ համակարգով ավելացված արժեքի վերադարձի համակարգը ինքը սենց բանի նման, ժամացույցի նման աշխատում է, ճիշտ եմ ասում։ Այսինքն այս բաները արդեն սովորական բան է։ Այն ժամանակով հույս կունենար, որ իր ավելացել է, մեկը համարձակվեր մտքով անցներ, որ այդ հին պարտքերը պետք է վերադարձվեր։ Այ հարկային տերորը այդ ժամանակ կտենային։ Էլ չեմ ասում պաշտոնյաների այդ բլոտ կրվելուց հետո ինչ էր տեղի ունենում, ասենք հաջորդ օրը սպեցնազը մտնում էր բան։ Հիմա ով է հիշում է դրա մասին ընդհանրապես։ Ով է հիշում դրա մասին ընդհանրապես։ Ով է հիշում, ում կհավատացնես, չի եղել տենց բան ընդհանրապես, չի եղել։ Բանա դա, բանա, միֆ է, չի եղել։ Համեցեք, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ուզում եմ հիշեցնել եւս մեկ բան, որը սովորական է դարձել մեր կյանքում, դա շահութահարկի դրույք հաչափն է։ Չկներեք ոչ թե պաշտոնյային կրվելու, այլ կրելու համար։ Հա, այս կարևոր է, որովհետեւ ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար բլոտով։ Դեվ ինչ դուխ ունես, որ բլոտով, ասենք, ենթադրենք Պետեկամուտների կոմիտեի նախարարին կամ ֆինանսների նախարարին բլոտով կրես, ձեռես առել դու ընդհանրապես։